Գիտեք, այսօր երեխաները սկսել են հակաճառել եւ պատասխանել։ Սա նորություն է, որովհետեւ երբ ես մեծանում էի, ես ուզում էի, որ խոսքերս ճիշտ ձևակերպեի, մորս հարցեր տալուց առաջ։ Իսկ այսօրվա երեխաները ոչ, մենք պետք է քննարկենք, ոչ, եկեք խոսենք։ Առաջին հերթին մի մտեք իմ սենյակ, դուք պետք է թաքեք։ Դուք պետք է թաքեք, քանի որ սա իմ անձնական տարածքն է։ Ինչ ես նայում։ Տուր ինձ այդ հեռախոսը։ Դու նույնիսկ հեռախոս չունես։ Սա իմ մահճակալն է։ Դու չես վճարում վարձավճար։ Ոչ գազի, ոչ էլ էլեկտրամեքենայի ապահովագրության համար։ Չես վճարում մթերքի համար։ Այս ամենը իմն է։ Դուք պետք է երեխաներին վերադարձնեք իրենց ճիշտ տեղը։ Դադարեք նրանց չափահաս դարձնելու փորձերը։ Նրանք 14 տարեկան են։ Դադարեք խոսել նրանց հետ այնպես, կարծես նրանք մեծացել են։ Նրանք չեն մեծացել։ Դուք եք մեծացել։ Բայց եթե նույնիսկ իմ երեխաներից մեկը որոշի, որ չի ուզում իմը լինել, նա չի կարող։ Նրանք իմը չլինելու իրավունք չունեն, քանի որ նրանք ինձնից են ծնվել, նրանք ունեն իմ DNA-ն, նրանք չեն կարող ջնջել դա։ Աստվածաշունչն ասում է, որ երբ մենք անհավատ էինք, նա հավատարիմ գտնվեց, քանի որ չէր կարող ուրանալ ինքն իրեն։ Ես չգիտեմ, թե սա ում համար է, բայց Աստված վազել է քո հետևից, քանի որ դու նման ես իրեն։